Շնորհակալ Հայաստանի առաջին կին ոստիկանապետն եք։ Փակագից բացեմ, որ ծանրաձող է դրվում իմ առջև, եթե ես ծանրաձողը կարողանամ բարձրացնեմ, կնոջ ղեկավար տարածքային ստորաբաժանում ղեկավար պաշտոն զբաղեցնելու ճանապարհը կբացեմ կամ կլինի հակառակը այլևս երբեք։ Ես ընդունել եմ ոստիկանության ակադեմիան 4-րդ տարի։ 4 տարի դիմել եք ու 4 տարի չեք ընդունվել։ Այո։ Վստահ եմ, որ ձեզ սիրահարված են եղել զարկերակը կորցնելու աստիճան եւ այն, բայց կամ պագոններ, ես այս բառը ուզում եմ հենց այդպես ասեմ, պագոններ, որոնք շատ ժամանակ վախեցնում են տղամարդկանց։ Ես շատ եմ սիրում իմ համազգեստը, իմ աշխատանքը, ես ապրում եմ իմ աշխատանքով։ Անչափազին դու չպետքա թողնես իր խնդրի հետ մենակ, բայց պետքա հասկանաս, շուտ գտնես այդ խնդիրը։ Փողոցում ասելու են միլիցա տվեց։ Կանանց եւ իրենց երեխաներին են ընտանիքից հեռացնում եւ տեղավորում ապաստարաններում։ Հայաստանում, եթե դու դիմում ես, հաղորդակցություն ես տալիս, որ կողքի ընտանիքում կինը սպանում է ամուսնուն, օրինակ կամ ծեծում է կինը ամուսնուն, հիմնական հակառակը ասեմ, որ հետո չասեն, դու ինքդ հայտնվում ես խնդրի մեջ։ Կնոջ հետ ըստ իս շատ ավելի հաղորդակցումը ավելի արագ է լինում, վստահության շեմը արագ է հաղթահարվում։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Ital Solar։ Բարի գալուստ Հերմինե Ստեփանյան TV YouTube-յան ալիք, որը ձեր քվեարկության շնորհիվ դարձավ 2025 թվականի տարվա լավագույն YouTube-յան ալիքը Monk 3-ի կազմակերպած մրցանակաբաշխության ընթացքում։ Ես շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր քվեարկեցին հենց իմ ալիքի օգտին։ Դա մի չափանիշ էր, որով ես հասկացա, թե որքան շատ եք դուք սիրում իմ ալիքը, իմ հաղորդաշարը եւ ինչու՞ չէ նաեւ ինձ։ Այս պահին առաջարկում եմ դիտենք տեսանյութը, թե ինչպես են հայտարարում, որ Հերմինե Ստեփանյան TV ալիքը լավագույնն է հռչակվել, կիսեք ինձ հետ իմ էմոցիաները եւ համարեք դրանք նաեւ ձերը։ Լավագույն YouTube-յան ալիք անվանակարգին շատերն էին հավակնում, իսկ լավագույնը ըստ ձեր ձայների, միայն ձեր ձայներն են որոշիչը։ Հերմինե Ստեփանյան! Հերմինե Ստեփանյան, երեկոյի գլխավոր մրցանակը YouTube-յան լավագույն ալիք։ Բրավո Ավետ, շնորհավոր Հերմինե, անչափ ուրախ ենք քեզ համար, Ավետ, քեզ շնորհակալություն այս Ժողովուրդ ջան, այն աղջիկը հաղորդավարական մաստեր կլասը մեզ տալու համար, գժվելի քեզ, այո, ու այն կինը, որը էփել թափել գիտի ու կիսվել այդ կերակուրով, անկախ YouTube-յան ալիքից, ինքը պետք է հաղթի միշտ, որովհետև Հերմինեն բացի նրանից, որ լավ YouTube-յան ալիք ունի, ինքը նաև կարգին լավ հայ աղջիկա, լավ մամայա ու լավ կինա։ Շնորհավոր Հերմինե! Հավատացեք ձեր ուժերին, որովհետև երբ ինձ փորձեցին նետել անդունդը, ես հատակը օգտագործեցի որպես զսպանակ եւ բարձրացա վերև, շնորհիվ YouTube-յան իմ ալիքի։ Շնորհակալ եմ։ Համալյան չի, տեն սրտաճը մլիկ բաներ մի բան։ Ես շնորհակալ եմ ու գրկում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր հետևում են իմ ալիքին։ Վաղը որ դրսում ձեզ տեսնեմ, հատ գրկելու եմ, հատ, ոչ ոք չի պրծնելու ինձանից։ Բրավո։ Շնորհավորում ենք Հերմինեի, շնորհավորում ենք Monk, շնորհակալություն։ Ահա այսպիսի զգացմունքային պահ ուզում եմ ասել, որ այս արձանիկը, այս մրցանակը բոլորինն է, բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ հետ են եւ շարունակում են մնալ ինձ հետ։ Արձանիկը արձանիկ, մրցանակը մրցանակ, մրցանակաբաշխություն, բայց կարևորը անցնել կյանքի բնականon ռիթմին եւ շարունակել աշխատել եւ ստեղծագործել։
Ուզում եմ ներկայացնել Հերմինե դիալոգ նախագծի այսօրվա հյուրին։ Այսօր Հերմինե դիալոգ նախագծում հյուր է լինելու նորանկախ Հայաստանի առաջին կին ոստիկանապետ, փոխգնդապետ Մելինե Եղշատյանը։ Իդեպ մենք դեռ Մելինեի հետ երբ քննարկումների փուլում էինք, այդ ընթացքում նա դեռևս միակ կին ոստիկանապետն էր, բայց վերջին 1 տարվա ընթացքում մենք արդեն ունեցանք Հայաստանում երկրորդ կին ոստիկանապետը, բայց այս հանդիպումը Հայաստանի Հանրապետության, նորանկախ Հայաստանի առաջին կին ոստիկանապետի հետ է։ Գնամ դուրը բացեմ։ Այսօր ես հրավիրված եմ Հերմինե Ստեփանյանի տուն ռեստորան։ Հենց հրավիրվել եմ ռեստորանի սեփականատիրոջ կողմից։ Իդեպ Հերմինեի յութուբյան ալիքը երեք ճանաչվել է լավագույն յութուբյան ալիք եւ մրցանակաբաշխությունից հետո առաջի հյուրը ես եմ։ Տարարարամ, Վանաձորից, ողջույն։ Մեր հանդիպումը վերջապես կայացավ։ ձեզ մրցանակի կապակցությամբ։ Դե կանայք գիտեն էլ իրար գնահատել, համեցեք ես ձեր ակնոցը վերցնեմ։ Մելինե ջան, շատ շնորհակալություն եմ ուզում հայտնել, որ քո ծանրաբեռնված, նա եթե այլ մարդկանց ուղղակի ծանրաբեռնված ենք ասում, ձեր պարագայում դա միայն ծանրաբեռնվածը չի, դա նաև պատասխանատուն է, նաև կարևորն է, անհրաժեշտ, այ այդ ամեն ինչը, որ կարողացել եք մի պահ կողք դնել եւ հայտնվել ինձ մոտ, անչափ շնորհակալ եմ դրա համար։ Ես եմ շնորհակալ այս գեղեցիկ հարկի տակ ինձ հյուրընկալելու համար, էնել եմ պարագայում, որ երեք դուք արժանացել եք լավագույն մրցանակին, լավագույն յութուբյան ալիք, ես կրկին շնորհավորում եմ ձեզ։ Անչափ շնորհակալ եմ։ Լինելով ձեր հավատարիմ դիտորդը, ինձ թվում է ես էլ ունեմ իմ մասնաբաժինը։ Այո, իհարկե, փաստեն համակարգի մարդիկ հետևում են մեզ։ Այո, մենք Դե սա լավ շնորհավորելու առիթ է իսկապես։ Ես առաջարկում եմ մենք փորձենք Armenia Wine ընկերության օրգանիկ խաղուն գինին, որը շատ յուրահատուկ կերպով է պատրաստվում, ամբողջ ցիկլը օրգանական է եւ ոչ մի պարարտանյութ չի խառնվում եւ խաղողի այգիները ամբողջովին օրգանական կերպով են մշակվում։ Ստացվեց։ Ես գիտեմ, որ դուք այնուամենայնիվ վերադառնալու եք դեռ Վանաձոր եւ ձեր աշխատանքը շարունակելու եք։ Դրա համար պարզապես համտես եմ առաջարկում իհարկե անենք, բայց առհասարակ ալկոհոլ օգտագործել կարելի է, թե չէ, այս գործի մեջ։ Նույնիսկ եթե աշխատանքի չես։ Իսկ ինչքանով ես համոզված, որ եթե դու տուն գնաս, կրկին չես վերադառնալու հետ ծառայության։ Այդ է ուզում լսել։ Դեպաբար բացառիկ դեպքերում կարելի է, իհարկե որոշակի չնչին քանակով։ Նշելու համար ինչ որ մի առի։ Իհարկե սիմվոլիկ կարելի է ասել այսպես։ Մելինե մեկ անգամ եւս բարի գալուստ իմ տուն ռեստորան Հերմինե դիալոգ նախագիծ։ Ես հաղորդման ամենասկզբում մարդկանց արդեն ասել եմ մեր հանդիպման առիթը, բացի այն, որ մեր անձնական ծանոթությունը եւ իմ հիացմունքը բավարար էր, որ ես հյուրընկալեի քեզ, բացի այդ հետաքրքիր էր, որ դու փաստորեն նորանկախ Հայաստանի առաջին կին ոստիկանապետն եք։ Տարածքային ստորաբաժանման ղեկավարը, այո։ Բայց արդեն այլևս միակը չեք։ Ինչ փոխվեց։ Նախ երբ որ ես նշանակվում էի, մի քիչ sense փակագից բացեմ, երևի վերադասից հետ ունեցած զրույցից, որ իմ առաջ դրվեց, այսպես ասած, հենց բառացի այսպես, որ ծանրաձող է դրվում իմ առջև, եթե ես այդ ծանրաձողը կարողանամ բարձրացնեմ, կնոջ ղեկավար տարածքային ստորաբաժանում ղեկավար պաշտոն զբաղեցնելու ճանապարհը կբացեմ կամ կլինի հակառակը այլևս երբեք։ Այդ լրացիչ իհարկե ինձ համար պատասխանատվության եւս մեկ սանդղակ էր, որ պետք է ես անեմ դա։ Ես վստահ եմ, երբ մարդիկ տեսնում են այս գեղեցիկ համազգեստը, հարցեր են ծագում գեղեցիկ կին, հմայիչ կին, համազգեստ եւ փոխգնդապետ, ոստիկանապետ։ Ինչպես է այս ամեն ինչը տեղի ունեցել, մենք իմանանք նախ ուտեստի ժամանակ։
Մոտենում են ամանորյա տոները եւ ես վստահ եմ, որ բոլորդ գնելու եք պանրի մեծ տեսականի։ Ես ուզում եմ իմ պատմությունով կիսվել ձեզ հետ, երբ իմ աղջիկը դեռ փոքր էր եւ նրա համար վստահաբար կարեւոր չէր սեղանին ինչ է դրված, քանի տեսակ ուտեստ, քանի տեսակ աղցան։ Ես որոշում կայացրեցի 2-3 տարի շարունակ, որ տոնական օրերին ոչ թե ես պետք է խոհանոցում լինեմ եւ իմ ամբողջ ժամանակը տրամադրեմ ուտեստներ պատրաստելուն, այլ պետք է նրա հետ ել ավելի շատ ժամանակ անցկացնեմ տոնական ներկայացումներ, զբոսանքներ, սահադաշտ։ Ես հիշում եմ, որ այսպես փոքրիկ պինգվիններ կային, կանգնում էր վրան եւ սահում էր, ինչը շատ հետաքրքիր էր եւ նրա համար տոնը իսկապես տոն էր։ Եվ այդ օրերին ես որոշեցի, որ ուտեստների փոխարեն ես ունենալու եմ ընդամենը 2 բան իմ սեղանին, մեկը մսի ափս է, մյուսը պանրի ափս է, որը գինիների հետ կմատուցեմ իմ այն հյուրերին, ովքեր կգան իմ տուն։ Իսկ իմ տուն գալիս են բացառապես մտերիմ մարդիկ, ովքեր տարվա ընթացքում իմ տանը այնքան են ճաշում, որ նրանց համար կարևոր էլ չէր սեղանին ինչ է դրված։ Բայց ասեմ հետաքրքիր մի բան, ցանկացած մարդ, որ այդ տարի մտավ իմ տուն, ուղղակի հիացած էին։ Հիացած էին նրանից, որ կարելի է այդքան թեթև եւ այդքան ուրախ անցկացնել։ Եվ բոլորը ասում էին միաբերան, որ այսուհետ նրանք չեն վազվզելու խոհանոցում եւ այդքան ուտեստներ չեն պատրաստելու։ Միևնույն է, բոլորը իրենց տանը ճաշում են եւ այլն եւ այլն։ Եվ իմ այդ որոշումը ամանորը անցկացնել ուրախ եւ առանց հոգսերի ամբողջովին արդարացված էր։ Ես կարծում եմ, որ կարելի է այն մայրիկները, ովքեր որ շատ զբաղված են եւ երեխաների համար կարեւոր չէ սեղանի ուտեստների քանակը, հետևեն իմ օրինակին եւ պարզապես սեղանին դնեն 2 ափսե, մեկը մսի ափսե, մյուսը պանրի ափսե։ Եվ իրենց երեխաների համար իհարկե եփեն իրենց առօրյա ուտեստները։ Ինչ եմ ես խորհուրդ տալիս այս ամանորի համար։ Ինչ եմ ես գնել։ Ես գնել եմ գորգոնզոլա տեսակի պանիրը Գալբյանի ընկերությունից։ Սա այն պանիրն է, որը կարելի է ոչ միայն գինու հետ մատուցել, այլ նաև կարելի է տարբեր սոուսներ պատրաստել։ Ես օրինակ շատ եմ սիրում այս կապույտ պանիրով սոուսը, որը յուրահատուկ համ է տալիս եւ պաստաներին, եւ ռիզոտոին, եւ նույնիսկ հենց բանջարեղենով կարելի է վայելել։ Հաջորդը գաուդան էր, Պրեզիդենտ ընկերությունից գաուդա պանիրը։ Ես իհարկե սա կիսվելու եմ նաև իմ մտերիմների հետ, որտեղ տեսնում եք, որ շատ է։ Այս պանիրը ամենատարբեր բաների մեջ կարելի է օգտագործել եւ երեխաների համար պիցայի օր անել, քերել պիցայի վրա եւ աղցանների վրա եւ գինու հետ իհարկե հրաշալի նախուտեստ է ստացվում։ Մյուսը, որ ուզում եմ ներկայացնել, Պրեզիդենտ ընկերության կամամբերն է։ Դուք տեսնում եք փայտի տարայի մեջ է, որ պանիրը շնչի, իսկ մենք գիտենք, թե սպիտակ այսպես ասած բորբոսով պանրի համար որքան կարևոր է շնչելը։ Խորհուրդ կտամ չօգտվել եւ չգնել երկաթյա տարաների մեջ դրված կամամբեր, որտեվ դրանք կարելի ասել մահացած պանիրներ են։ Այս պանիրները կարելի է մատուցել եւ գինու հետ եւ պատրաստել տաք նախուտեստներ։ Հաջորդը իմ սիրելի բրին է, որը կարելի է հենց այսպես մի կտորով դնել սեղանին, հետը տարբեր ընդեղ են դնել եւ վայելել։ Հաջորդը լիրդամեր պանիրն է, որը տարաներով է, ես հիմա ցույց կտամ։ Շատ հարմար է տարան, որովհետև հնարավոր է ծածկել եւ դնել սառնարանը։ Եվ հետաքրքիրը այն է, որ այս պանիրը փակ վիճակում ունի բավականին երկար պահպանման ժամկետ, իսկ տարաների մեջ քիչ է դրված, որ շատ արագ սպառվի։ Պանիրը շատ բարձր որակի է եւ ընկերության համար կարեւոր են ահա այս անցքերը։ Ավելին ասեմ, եթե հանկարծ պանրի գլուխը կտրում են եւ այնտեղ անցքեր չի լինում, նրանք պանիրը հետ են ուղարկում եւ կրկին վերամշակվում է։ Կարելի է այսպես փակել եւ սառնանում պահել։ Ֆանտաստիկ է սենդվիչների համար, ինչպես նաև կարող եք տաքացնել, տաք սենդվիչներ պատրաստել։ Սա նույնպես գինու հետ անշուշտ կարելի է մատուցել։ Հաջորդը իմ սիրելի Էդամ տեսակի պանիրն է, կրկին Պրեզիդենտ ընկերությունից։ Սա շատ գեղեցիկ եւ շատ համեղ պանիր է, հիմա ես ձեզ ցույց կտամ։ Պանրի վրայի մոմե շերտը իհարկե չենք օգտագործում, դա հեռացնելու ենք։ Եվ հիմա ինչ է ինձ մնում, ինձ մնում է մի գեղեցիկ մեծ պանրի ափսե հավաքել եւ որպես նախուտեստ մատուցել իմ հյուրին։ Առաջինը կսկսեմ Էդամ պանրից։ Համ ասում եմ առաջինը կսկսեմ, համ էլ վախ ունեմ, թե ոնց եմ ես այս
գնդլիկ-մնդլիկին կտրելու։ Այս շարֆով հեսա հաստատ կարող եմ։ Ու ես ամենաբարդից եմ սկսել, ամենակարևորը։ Հիշեցնում եմ, որ վրայի մոմե շերտը անպայման պետք է հեռացնենք։ Գորգոնզոլա տեսակի պանիրն ենք հաջորդը դնում։ Հատկապես սոուսների համար իմ ամենասիրելի պանիրներից մեկն է։ Մի քիչ գործս թեթևացնեմ եւ հաջորդը դնեմ հենց լիրդերմարը, որը պատրաստ է օգտագործման համար։ Դե կամամբերի գործը հեշտ է։ Նախ ամենագեղեցիկ կտրելու ձևը դա, ինչպես ասում են, տորթի նման տարբերակն է, եռանկյունիներ ենք անելու։ Հաջորդը գաուդան։ Իդեպ կարող եք խորանախներով կտրատել գաուդան։ Դու ինչ մեծ գլուխ ունես։ Թարմ պանիրի բույրից ավելի լավ բան չկա։ Եվ բրին։ Ընդեղեն ենք ավելացնում, չրեր, չորահացեր եւ նրա համար, որ մեր ափսեն ավելի ամանորյա տեսք ունենա, դնում ենք հազրևարդի ճյուղեր։ Դե հիմա ինձ ասեք, արդյոք եթե սա լինի սեղանին դրված, ուրիշ բան մեզ պետք է թե ոչ։ Իմ կարծիքով ոչ, միայն գինի։ Մելինե ջան, ես առաջարկում եմ մի մեծ պանիրի ափսեով սկսենք մեր ճաշկելույթը։ Կարծես թե դուք գիտեք, հա, որ ես պանիր շատ եմ սիրում։ Հա, հարազատները անգամ կփաստեմ, որ եթե սեղանին պանիր չի լինում, իմ նախաճաշը համարում եմ չստացված։ Մենք այսօր ընտրել ենք եվրոպական պանիրներ, բայց ես որպես գաղտնիք ասեմ, ամեն Վանաձոր գալուց ես պարտադիր շուկայում կանգնում եմ եւ ունեմ իմ պանիրի կետը։ Այնտեղից աշխարհի բոլոր պանիրները առնում եմ, հայկական պանիրները, նոր գալիս եմ Երևան։ Դա իմ ամենասիրած բաներից մեկն է։ Վանաձորի շուկան, ինչայլոց։ Մենք ունենք շամպայնը եւ հիմա առաջարկում եմ դուք ինքներդ ընտրեք ձեր նախուտեստը, ձեր պանիրը եւ վայելենք եւ զրուցենք, ինչ կասեք։ Ես եմ հյուրասիրում, թե դուք եք դնում։ Okay։ Ես սկսեցի։ Շատ լավ։ Մելինե, համակարգի մեջ, հատկապես այս համակարգի մեջ, այսօր մի տեսակ սովորական է արդեն դարձել կանանց տեսնելը, բայց տարիներ առաջ ես հիշում եմ, երբ կին համազգեստով տեսնում էիր, դա շատ տարօրինակ էր։ Ինչը ստիպեց ձեզ գնալ այդ ճանապարհով, գալ այս համազգեստին։ Դուք ճիշտ եք նկատում, օրինակ ես գնամ հենց իմ օրինակով ներկայացնեմ կանանց մուտքը ուժային կառույցներ եւ հենց կոնկրետ ոստիկանություն, կապված պետության, կառավարության, ներքին գործերի նախարարության, ոստիկանության, տղամարդկանց եւ կանանց ներառականության կարևորման ռազմավարության հետ կապված կանանց մուտքը արդեն խրախուսվում է ուժային կառույցներ։ Իսկ այն ժամանակ, երբ որ ես հետ հայացք եմ գցում թեկուզ իմ կարիերայի ամենասկզբում, երբ որ ես ոստիկանության ակադեմիայի դիմորդ էի, այն ժամանակ 150-160 դիմորդ կանայք էին լինում, ովքեր մրցակցում էին ընդամենը 8 տեղի համար։ Իսկ հիմա, եթե չեմ սխալվում, կանանց մուտքը անցած 2 տարիներին կազմել է 40-ից 44%։ Մենք եթե վերցնենք այս համեմատությունը, հիմա լրիվ փոխվել է եւ հիմա կարևորվում է տղամարդկանց եւ կանանց իրավունքների եւ հնարավորությունների հավասար իրացման քաղաքականությունը եւ օգտագործել կնոջ, գիտեք, երբ որ մի հասարակության մեջ գերակշռող մասը կանայք են, օրինակ, եթե չեմ սխալվում, անցած տարիներին մեր պետությունում կանանց տոկոսը 55-ին 54-ին մոտ է, եթե չեմ սխալվում, եւ չօգտագործել այդ մեծ տոկոսի որոշակի տոկոսի մեջ այն կանանց ներուժը, որոնք կարող են այս կամ այն ոլորտում ունենալ արդյունք, ինձ թվում է ճիշտ չի լինի եւ այս վերջի տարիներին այդ պետության, կառավարության եւ ներքին գործերի նախարարության ռազմավարության արդյունքում է, որ այսօր կանայք լիովին իրացնում են իրենց ուժը, իրենց հնարավորությունը
Դուք մի հատ շատ նուրբ բան եք ասում, որը այսպես համ ասում եք, համ չեք ասում։ Կարծես ձեր խոսքի ենթատեքստի մեջ ես ընթերցում եմ, որ կանայք ունեն ներուժ, որը մի փոքր տարբերվում է տղամարդկային ներուժից, եւ եթե դա կարողանանք օգտագործել, ապա կլինի հոգուտ մեզ։ Որն է այդ տարբերությունը, ինչ է կարողանում կինը անել այս համակարգում, որ գուցե տղամարդուն հարմար չլինի, չասեմ չկարողանա, որովհետեւ հետո չեմ ուզում ինձ դատել։ Տղամարդկանց եւ կանանց աշխատանքային համագործակցության համակարգված միքսը միշտ տալիս է ել ավելի դրական արդյունք, ել ավելի արդյունավետ աշխատանքային արդյունքի է հասնում, այսինքն չեմ կարող ասել, որ մենք ունենք ինչ-որ մի հատ առավելություն, չէ, ուղղակի այդ երկու սեռերի աշխատանքային, առողջ աշխատանքային, պրոֆեսիոնալ աշխատանքային համակարգը տալիս է ել ավելի ինձ թվում է դրական, ել ավելի ցանկալի արդյունք։ Ես հասկանում եմ, բայց ես կուզենայի հատկապես այն մարդկանց համար, ովքեր համակարգը լավ չեն պատկերացնում, մի փոքր այսպես ներսից, այդ խոհանոցի, ինչ իմաստով եմ ասում։ Լինում են դեպքեր, երբ օրինակ նույն դեպքի վայրում տղամարդ մասնագետը բոլորովին այլ ռազմավարություն է ունենում կամ մարտավարություն։ Կինը կարողանում է նաև այլ գործիքներ օգտագործել, որոնք են դրանք, ինչ է կարողանում անել, ինչու է պետք, որ կանայք լինեն այս համակարգում։ Ես կարող եմ մի քանի իրադրությունում ասել կանանց մուտքը եւ կանանց կարեւորությունը առանձնացնեմ, օրինակ դուք դեպքի վայրը նշեցիք, կանրադառնամ նաեւ դեպքի վայրի, նաեւ դիտարկենք ընտանեկան բռնության դեպքերով, ահազանգերով, դուք պատկերացրեք տուն, որտեղ տեղի ունեցել կամ ունենում կամ շարունակվում է ընտանեկան բռնություն եւ տվյալ բնակարան մտնում է տղամարդը եւ կնոջ կին ծառայողի հետ միասին։ Կինը տեսնելով կնոջը ընկալում է առաջինը ապահովության զգացում, որ կինը կնոջը կհասկանա։ Հետո հետագայում արդեն տղամարդ ոստիկանի հետ երբ որ շփվի կհասկանա, որ տղամարդը այդտեղ է իրան ապահովությունը, իր անվտանգությունը ապահովելու համար, բայց այն առաջին զգացողությունը, որ կինը տեսնելով կնոջը, այն ապահովության զգացողությունը, որ ունենում է հենց առաջին իսկ գործի դրական ելքի ապահովումն է կանխատեսում եւ բացի այդ թեկուզ անչափահասների հետ աշխատանքում վերցրած, ինձ թվում է կանանց այն մայրական բնազդը, հոգատարությունը տալիս է իրան ցանկալի արդյունքը։ Եթե դու անչափահաս զոհի չակերտավոր ասած զոհի կամ անչափահաս իրավախախտի հետ ունենում է զրույց, կնոջ հետ ըստիս շատ ավելի հաղորդակցումը ավելի արագ է լինում, վստահության շեմը արագ է հաղթահարվում, իմ կարծիքով ավելի այդ process-ը ավելի բավարարված է իմ հետաքրքրությունը։ Ամբողջովին բավարարված է, որտեղ հենց այդպես էլ պատկերացնում էի, որ այո, այդ համակարգում կանանց ներգրավվածությունը կարող է ունենալ մի յուրահատուկ շերտ, որը տարբեր է տղամարդկանցից։ Ես մեր հարցազրույցը որոշել եմ մի փոքր այսպես սկզբից սկսել, կենսագրությունից, բայց հիմա կջարդենք այդ puzzle-ը, կենսագրության մասին կխոսենք անպայման, բայց քանի դեռ խոսում ենք կանանց մասին համակարգում, ես կուզենայի ինձ հետաքրքիր է շատ կանանց անձնական կյանքը, ովքեր համակարգի մեջ են։ Մի համակարգ, որտեղ ինչպես դուք ասացիք, իսկ ով ասաց, որ եթե ես գնում եմ տուն, դա վերջն է լինելու եւ այլևս չեմ դուրս գալու տանից, հանգստանալու եմ եւ ցանկացած պահի կարող է զանգ լինել, ահազանգ լինել, ստիպված լինենք դուրս գնալու դեպքի վայր։ Այդ իրավիճակում ինչքանով է հնարավոր անձնական կյանք ունենա։ Այն էլ վանաձորյան իրականության մեջ, հələ չեմ ասում հայկական իրականության մեջ, ավելի լոկալ, ավելի ֆոկուսի են բերում վանաձորյան իրականության մեջ։ Ինձ թվում է երևի ցանկացած իրավիճակում երևի կարողանալ հասցնելու մեջ է կայանում, որ կարողանաս պլանավորած օրակարգ ունենաս, հասցնես եւ աշխատանքը, եւ աշխատանքից դուրս քո առօրյան կարողանաս կազմակերպել ճիշտ։ Ինձ թվում է հասցնելու, եթե օրակարգը ճիշտ պլանավորես, ճիշտ է գուցե մի քիչ որոշակի անձնական առումով ունենաս
զոհյանս, ավելի զոհես անձնականը, քանի որ կարևորելով գործնական աշխատանքային առօրյան, բայց թե ինձ թվում է ճիշտ պլանավորման դեպքում պետքա որ հասցնես։ Մելինե, ես ամբողջովին պատկերացնում եմ, որ ցանկացած բառ, որ հնչում է հարցազրույցի ժամանակ, հատկապես փոխգնդապետի եւ ոստիկանապետի կողմից, պետք է լինի բնականաբար շատ ընտրված, ճիշտ, որովհետեւ կա մամուլ, կա դեղին մամուլ, կա պատասխանատվություն, կան վերադասներ, ստորադասներ, որոնք հետո հարցազրույցը ամբողջովին այսպես քերիչով անց են կացնելու եւ սկսելու են նայել։ Բայց ես կուզենայի այս հարցին ավելի պատասխանեիք ոչ թե մամուլի այսպես հաղորդագրության բառերով, այլ ես իսկապես ինձ հետաքրքիր է ձեր կյանքի փորձի մեջ, ինչպես է եղել, վստահ եմ, որ ձեզ հանդիպել են հրաշալի տղամարդիկ, վստահ եմ, որ ձեզ սիրահարված են եղել զարկերակը կորցնելու աստիճան եւ այն, բայց նաեւ վստահ եմ, որ այնուամենայնիվ այս մասնագիտությունը չի թողել հասնել այն կետին, որը որ գուցե երկուսդ էլ ուզել եք։ Ինչ նախանգարում։ Այն իսկական այսպես ուզում եմ կինը կնոջը պատմեք։ Յուրաքանչյուր ինչ-որ կյանքում էտապ երևի իր ժամանակը ունի եւ ինքնին դասավորում է, երբ որ ժամանակը գուցե գալիս է։ Ես ամենայն դեպս այդպես եմ մտածում, որ ամեն ինչ օրինակ իմ կյանքում յուրաքանչյուր էտապում զորով ոչինչ չի եղել, կյանքում ցանկացած աշխատանքի մեջ լինի, ինչ որ մի գործ, թեկուզ աշխատանքային ինչ որ մի գործ, որ չի եղել, այդ պահին չի եղել, բայց երբ որ գալիս է ճիշտ ժամանակը, արդեն էլ ուշ կամ լրացուցիչ ստիպել, որ այդ լինի, ինքնին լինում է արդեն։ Ամեն ինչ կյանքում իստում է ժամանակ ունի, գուցե մեկի մոտ ավելի այդ ժամանակը ավելի վաղ է, մեկի մոտ մի քիչ ավելի ընթացքում է։ Ընդունում եմ, բայց կամ պագոններ, ես այս բառը ուզում եմ հենց այդպես ասեմ, պագոններ, որոնք շատ ժամանակ վախեցնում են տղամարդկանց։ Դե արդեն չեմ կարող ասել։ Եթե նույնիսկ ժամանակն է եւ այլն, տղամարդիկ վախ են ունեն, որ եթե իրենց դիմաց կանգնած է պագոնավոր մեկը, ուրեմն սա իր հետ այսպես շլեյֆով բերում է լիքը իրենց պատկերացմամբ խնդիրներ։ Տանը խստություն կնոջ կողմից, գերկազմակերպվածություն, գերկարգապահություն, ճշմարտախոսություն, որովհետեւ ստելը այս պարագայում ինձ թվում է շատ դժվար կլինի։ Կարող է սա այլ խնդիր դառնալ, որ տղամարդիկ վախենան համազգեստով կանանցից։ Չէ, ինձ թվում է վախենալու խնդիրը անցել է այդ ժամանակ։ Ինչու՞։ Բայց ես ասեմ շատ էլ վախենալու է։ Ես ուրեմն կողքից չեմ կարողանում պատկերացնել։ Կատակերի հարկ է։ Չեմ կարողանում, ինչ չգիտեմ։ Չէ, ես թվում է գիտակից մարդկանց համար, ընկալող գիտակից մարդու համար դա ինձ թվում է խնդիր չի։ Ես այդպես եմ կարծում։ Իսկ երբ տուն եք գնում, երբ որ արդեն գալիս է այն պահը, երբ պիտի հանես համազգեստդ, ընդունես քո լոգանքը, հագնես քո տնային հագուստը, դառնաս այսպես պուպուշ, փիսիկ տանկին։ Այդ անցումը հեշտ է։ Պատկերացրեք, որ այո, որ պայն ես աշխատասենյակից դուռը փակում եմ, ամեն ինչ մնում է այնտեղ։ Ես արդեն լրիվ դուրս եմ գալիս ու անցումը, հա, արդեն մասնագիտական դեֆորմացիա է ինձ մոտ անցումից, երբ որ արդեն մի նույն օրակարգով երկար ժամանակ ապրում ես, նույն իրավիճակով ապրում ես, արդեն քո մոտ ամեն ինչ համակարգված է լինում, այսինքն թողնում ես աշխատանքայինը, դրա հետ նաև էմոցիաների աշխատանքային հույզերը, բարեկություն լինի, նաև ինչ չէ ուրախություն, հերթական ասենք ունենաս, օրինակ հերթական աշխատանքային ձեռքբերումը, թողնես ու գնաս քո տուն, ու չհիշես, որովհետև կան բաներ, կան իրադարձություններ, իրավիճակներ, որոնք դու քո հետ տանես տուն, դա չի լինի, որովհետև դու առօրյա այնպիսի դաժանության կարած հանդիպես, ու այդ դաժանության այդ պատկերը դու տանես քո հետ տուն։ Պարզապես չի ստացվի ու այդ հենց այդ մասնագիտական sense ասած ճակերտավոր դեֆորմացիան կայանում է, որ դու որոշակի ժամանակ, երբ որ աշխատում ես, հմտանում ես այդ աշխատանքայինը կտրելու քո աշխատանքային հույզերը, աշխատանքային ապրումները,
եւ էմոցիաներ եւ ամեն ինչ թողնես եւ դա դու չես արդեն դու քո հետ չես տանում տուն որտեղ այլ կերպ լինել չի կարող Բայց հեշտեք եկել դրան, թե ժամանակ պետք եղավ։ Ժամանակի ընթացքում դա ցանկացած մասնագիտություն, ցանկացած ունի որոշակի դեֆորմացիաներ ապրում մարդը, որպեսզի կարողանա երի դա նաև հոգեբանական պաշտպանական միջոցներն է մարդու, որպեսզի ամբողջ օրը 24 ժամ դու չապրես քո տեսածով, քո լսածով, դա պաշտպանողական ռեակցիան է քո օրգանիզմի նաև։ Ինչն է աշխատանքի դուրս կյանքում, որ ամենաշատը ձեզ ուրախություն է ապարգևում, որպես կին։ Ես բնության հետ եմ շատ սիրում հաղորդակցվել եւ անչափահաս գնում եմ բնության մեջ, ասենք ծաղիկներ եմ ցանում, ծաղիկներ եմ խնամում, ինչ որ այդպես ես միանգամից խաղաղվում եմ, այսպես ասեմ։ Միշտ գիտեն, եթե ես բարկանալուց հետո կամ ծանր աշխատանքից հետո իմ տան անդամները գիտեն ինձ որտեղ փնտրեն այգում, հողամասում, ինչ որ մի հետաքրքիր բան մտածելուց։ Որ Մելինեին եք ավելի շատ սիրում, այն այգում նայած որտեղ ամելին են աշխատանքում, աշխատավայրում համազգեստով, աշխատանքից դուրս երկուսն են սիրում։ Իսկ եթե օրինակ կտրվեք ու լինեք ոչ այնտեղ, այլ դրսից նայեք, վերևից կողքից նայեք այդ երկու կերպարներին, որ նայում որ ավելի հանգիստ եք այդտեղ կամ ավելի ձեզ դուր է գալիս այդ էներգիան։ Քանի որ ես իմ աշխատանքը շատ եմ սիրում։ Ես շատ եմ սիրում իմ համազգեստը, իմ աշխատանքը, ես ապրում եմ իմ աշխատանքով։ Հետևաբար ես չեմ կարա մի Մելինեին ընտրեմ, մյուսին անտեսեմ, որովհետև երկուսն էլ ես եմ։ Ես առաջարկում եմ մատուցեմ տաք ուտեստը, մի քիչ տաք զրույց կունենանք, ինչու եմ ասում տաք, որովհետև Վանաձորը հայտնի է եղել հանցագործությունների դեռ տարիներ առաջ գաղտնիք չէր, որ սպանությունների հատկապես գործերով շատ հայտնի էր Վանաձորը եւ այսօր էլ ինչպես աշխարհի ցանկացած քաղաքում, ինչպես աշխարհի ցանկացած վայրում կան դեպքեր, որոնք իհարկե չպետք է լինեն, իհարկե դատապարտելի են, բայց տեղի են ունենում այդ դեպքերը եւ կան մարդիկ, ովքեր վերահսկում են այդ ամենը, քննում են այդ ամենը եւ նրանց պատասխանատվության տակ է։ Բայց դրանք հետաքրքիր են, ինչ իրավիճակ է Վանաձորում, ինչ դեպքեր ունենք եւ նաեւ ձեր մասնակցություն, որովհետեւ ես գիտեմ դուք այն եզակի ոստիկանապետներից եք, ով միշտ անձամբ կարևոր գործի կետերում ներկա է լինում, հանցագործության վայրերում։ Դրա մասին անպայման կխոսենք, չէ՞։ Ուզում եմ փաստեմ, որ իսկ մա եզակի չէ, բոլոր բաժնի պետերն էլ իրենց պարտականությունն եւ վստահեցնում են, որ հա պարտադիր լինում են, ճիշտ է, սերով պայմանավորված անգամ չի լինում այնպիսի դեպքի վայր։ Իհարկե, նվազդ ինչ-որ ոչ մեծ ծանրության հանցագործությունների կամ չնչին իրավախախտումների իրենցից նվազդ նշանակության իրավախախտումների ժամանակ գուցե զբաղված լինեմ այլ գործ կարևորելով չգնամ, բայց գրեթե միշտ ու եթե առաջինը չեմ, երկրորդը, եթե օպերատիվ խմբի հետ միաժամանակ չէ, առաջին չէ, գնում միաժամանակ հասնում եմ դեպքի վայր։ Այ հիմա դրա մասին գնալու ենք խոսենք եւ դուք տեսնելու եք թե ինչպես Տիկին Եղշատյանը երբ անձնական թեմաներից է խոսում եւ երբ գործից է խոսում, որքան տարբեր է։ Դա շատ հետաքրքիր է լինելու տեսնելը։ Հերմնե դիալոգ նախագծի գլխավոր գործընկեր Վալան գրուպը շատ յուրօրինակ մի քայլ է անում։ Վալան գրուպը որոշել է իր գործընկերների ամանորյա նվերների համար նախատեսված ամբողջ գումարը եռապատկել եւ ուղղել ՔՈԱՖ Հայաստանի մանուկներ հիմնադրամին, այդպիսով կոչ անելով մեծ բիզնեսներին, մեծ ընկերություններին միանալ իրենց եւ հետեւել այդ գեղեցիկ օրինակին։ Այս պահին առաջարկում եմ դիտենք տեսանյութը, որից հետո կվերադառնանք։ Սա մի նախաձեռնություն է, որին պետք է միանա յուրաքանչյուրը, հատկապես մեծ բիզնեսներն ու մեծ ընկերությունները։ Այս տարի Վալան գրուպը մի շատ կարևոր եւ գեղեցիկ նախաձեռնությամբ է ի հայտ գալիս։ Գործընկերների համար նախատեսված ամանորյա նվերների գումարը եռապատկում է եւ փոխանցում է ՔՈԱՖ Հայաստանի մանուկներ հիմնադրամին, այսպիսով աջակցելով երեխաների կրթությանը եւ ապագային։
Մեր այս որոշումը նշանակում է մեկ երեխա ավելի կրթված եւ մեկ ընտանիք ավելի հույսով լի։ Ներդրումը պետք է անել հենց երեխաների եւ նրանց ապագայի մեջ, քանի որ մենք նրանց մեջ ենք տեսնում մեր երկրի ապագայի կայունության գրավականը։ Հրաշալի նախաձեռնություն է եւ ես ուրախ եմ, որ այս անգամ ոչ թե մենք ենք գնում տարբեր կառույցների ներկայացնելու, թե ինչ կարևոր գործունեությամբ ենք զբաղված, այլ մի կառույց ինքն է հասկացել եւ տեսել այդ գործունեության կարևորությունը եւ նաեւ նախաձեռնողականություն է դրսեւորել այլ բիզնեսների ներգրավելու այս գործընթացում, շատ ողջունելի է եւ շնորհակալ եմ։ Վստահ ենք, որ այս նախաձեռնությունը վարակիչ է լինելու շատ շատերի համար։ Պատրաստելու եմ շատ հետաքրքիր ուտեստ, որի համար ի դեպ ես ինձ հետ Իտալիայից հատուկ սարք եմ բերել։ Հիմա ցույց կտամ։ Ես հասկանում եմ, որ սա հատուկ սարք ասելը մի փոքր բարդ է, բայց դուք հիմա կտեսնեք, թե այս փոքրիկ իրը ինչ հրաշքներ է գործում։ Անցանք գործի։ Պատրաստելու եմ կարտոֆիլով եւ գազարով իտալական նյոկի։ Կարտոֆիլը քերում ենք։ Գազարը խյուսի են վերածում։ Գազարի խյուսը լցնում ենք քերած կարտոֆիլի վրա։ Աղ, 2 ձվի դեղնուց, հանում ենք զարդերը, որովհետև խմոր ենք հունցելու, եւ ավելացնում ենք ալյուր այնքան, որ խմոր ստացվի։ Միևնույն է, ես խմորի լեզուն շատ դժվար եմ հասկանում։ Եթե ձեր մեջ կա մարդ, ով խմորի հետ լավ է, ապա անպայման պատրաստեք նյոկի։ Հիմա այս մեծ գնդից փոքր գնդեր ենք ստանում, իսկ փոքր գնդից գլանակներ ենք ստանում։ Պետք է փոքրիկ կտորներ կտրենք, այսպես, եւ այս տախտակի վրա, եթե չունեք տախտակ, կարող եք հենց այսպես էլ թողնել։ Փորձում ենք տախտակի վրա նախշ տալ։ Եթե դուք որոշել եք նյոկի պատրաստել, ապա ամբողջ ընտանիքին պետք է ներգրավեք։ Օրինակ, եղբոր կնոջը։ Դու տենց կլորներ արա, ես ինձ Մինչ ինձանից աջ մի խոնար, գեղեցիկ, ազգությամբ ռուս, բայց բնավորությամբ եւ էությամբ հայ գեղեցկուհի իմ նյոկիներն է պտտում, ես պատրաստեմ սոուսը։ Հալեցնում ենք կարագը, քերում ենք սխտոր, հազրեվարդի ճյուղեր ենք գցում, որ բույրը փոխանցի սոուսին, լիմոնի կեղև ենք քերում, կիտրոնը քամում ենք, ավելացնում եմ սերուցք, սև պղպեղ, ջուրը եռում է, մի փոքր աղ եմ ավելացրել, հիմա նյոկիները պետք է եփել, շատ քիչ, մոտ 2 րոպե, ոչ ավել։ Հիմա նյոկին պետք է արդեն դնենք սոուսի մեջ։ Նյոկին արդեն տեղափոխում ենք ափսեի մեջ եւ ես մատուցում եմ մի կտոր խորոված ձկան ֆիլեյով, դուք կարող եք ձեր ցանկացած միսը օգտագործել։ Մերինե ջան, դուք ձեր անձեռոցիկը որ խնդրեմ կվերցնեք։ Հիմա կպատմեմ ինչ ենք փորձելու։ Մենք փորձելու ենք իմ պատրաստած գազարով, կարտոֆիլով իտալական նյոկի, որը մատուցել եմ սպիտակ ձկան հետ եւ առաջարկում եմ տակառ վարդագույնը փորձենք, որտեղ վստահ եմ, որ հրաշալի է համադրվելու մեր եւ ձկան հետ եւ գազարի հետ, ոչ միայն գունային առումով, այլ նաեւ համային, որտեղ Արենի խաղողը շատ յուրահատուկ կերպով է վերամշակված ռոզեի համար։ Փորձենք։ Խոսքը մեր մեջ այս նյոկին իմ հոգին լավ հանեց, որովհետև ինձ մեր ավելի հեշտ է ստացվելու, բայց Ինչու համեղա։ Շատ երկար ստացվեց, շնորհակալություն։ Համեղա։ Մեր զրույցը կանգ առավ այն կետում, որ շատ ժամանակ դեպքի վայր գնում եք հենց դուք։ Դա ձեր պարտականությունն է, թե միշտ չէ որ պարտականություն է, դա ներքին պատասխանատվության հարց է։ Դա նաև կապված դեպքի ծանրության աստիճանից, դա նաև պարտականություն է։ Երբ որ դու գնում ես անձամբ դեպքի վայրում, դու այլ բան է, երբ որ դու ինքդ ես տեսնում, եւ այլ բան է, երբ որ քեզ պատմում են, այսինքն ընդհանրապես հանցագործությունների մեջ ամենաշատ պատմող եւ օգնող հանգամանքը դա հենց դեպքի վայրն է եւ այնտեղ գտնվող առարկաները, իրերի դասավորվածությունը, իրավիճակը, իրադրությունը
Եվ երբ որ դու հենց ինքդ ես գնում, դու ավելի պատկերավոր ես, շատ ավելի պատկերացնում, բայց դա պարտականություն է առանձին դեպքերում պարտականություն է կամ որոշակի դեպքեր, որոնք կախված կրկին ծանրության աստիճանից, նվազ նշանակությունից կարող է եւ գնալ միայն օպերատիվ խումբը եւ ղեկավար կազմը չգնա։ Ինչու է կարևոր, որ դուք լինեք այդտեղ, բացի պարտականությունից կամ օրենքներից, կա նաև թիմ, որին ղեկավարում եք, առաջնորդում եք, չէ՞։ Գնում ես դու քո օպերատիվ խմբի հետ միասին դեպքի վայր, նաև ավելի ինձ թվում է զգանացնող է եւ բացի այդ, ինչպես ասեցի, դու ավելի շատ ես պատկերացում, թե ինքդ ես պատկերացում կազմում, թե ղեկավարման առումով լինում ես քո թիմի, քո օպերատիվ խմբի թիմի որպես առաջնորդ նաև, չէ՞, սա կարևոր է զգացողությունը առաջնորդության։ Շատ հաճախ դեպքի վայրերում անկանխատեսելի իրադարձություններ են լինում։ Թվում է, թե գործը արդեն ինչ-որ մի կետից կանգ է առել, արդեն քննության հատվածն է սկսում, բայց արիետես որ կարող ես գնալ եւ գործընթացի մեջ հենց հայտնվել։ Եղել է նման վտանգավոր, հետաքրքիր։ Հա, եղել է այդպես դեպքեր, ցանկացած իրավիճակ, իրադարձություն ուղղակի հիմա ասած հիշելու, այն համապատրաստից հիշելու հետ է կապված, օրինակ կհիշեմ մեկը, որ սպառներին են երևի ամենատպավորիչը, որ գնացինք այն պահին, երբ որ փորձում էր թե ուշադրություն թե գրավելու համար, թե իրոք իրապես ինքը դա կաներ կամ գուցե այդ բարձրությունից անգամ կարող է ինքը, եթե անգամ մտադրություն է չունենար իրան գցելու։ Հիշում եմ, որ սկսեցինք բանակցություններ վարել ու այնքան միջև կարողացա ձեռքս հասնի, որ ես իրեն հետ քաշեմ այդ պատուհանի գոքից։ Իհարկե եղնում է այդպիսի բաներ, որ դու գնում ես հենց հայտնվում ես իրավիճակում ու իրադրության մեջ կամ հենց իմ տղաները, ասենք, գիշերային ծառայություն լինի կամ առօրյա աշխատանքում հենց գնում են ու հայտնվում են այն վայրում, որտեղ հենց տվյալ պահին կատարվում է հանցագործությունը։ Այդտեղ պետք է ոստիկանության պրոֆեսիոնալիզմը, թե ինչպես կարողանալ, շատ հաճախ կարա ոստիկանության թիվը այդ իրավիճակում շատ ավելի պակաս լինի, քան անհրաժեշտ է տվյալ հանցագործությունը կանխելու կամ հանցագործին բռնելու համար, արդեն պետքա դու իրական գնահատես իրադրությունը եւ կարևորես առաջնահերթ եւ երկրորդական գործողությունները դու քայլերդ։ Մասնակի դեպքերը իհարկե միշտ էլ հետաքրքիր են, հատկապես հարցազրույցների ժամանակ, երբ գիտես դրա մասին սկսելու են խոսել եւ այլն, բայց ինձ իրականում որպես քաղաքացի եւ որպես մայր շատ հուզում է հենց երեխաների եւ պատանիների հետ կապված խնդիրները, որոնք առկա են, ֆոկուսը բերենք Վանաձորի վրա, որտեղ գործունեությունը ձեր այնտեղ է, բայց դրա մասին խոսելով մենք հասկանում ենք, որ խոսում ենք ընդհանուր հանրապետության մասին։ Ինչպիսի նկարագիր ունենք պատանիների շրջանում հանցագործությունների հետ կապված։ Ոստիկանությունը ամենօրյա ռեժիմով հաշվի առնելով անչափահասների նկատմամբ եւ ինչպես նաեւ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների հասարակական հնչեղությունը, դրա շատ կարևորություն է, քանի որ հենց մեր վաղվա օրը կախված է, թե ինչպիսին կլինի այսօրվա անչափահասը, շատ կարևորում է ոստիկանությունը եւ գրեթե ամենօրյա ռեժիմով համայնքային ոստիկանության ծառայողները լինում են դպրոցներում, համայնքներում, պարբերաբար զրույցներ են իրականացում ծնողների, մանկավարժական կազմի, անչափահասների հետ պարբերաբար ենք իրականացնում զրույցներ տարբեր թեմաներով, փորձում ենք բացատրել այս կամ այն երևույթի դառը հետևանքները, թե ինչպիսին կարող է այդ հետևանքը անձը կրի ամբողջ արդեն իսկ չափահաս կյանքի ընթացքում։ Անշուշտ բոլոր կառույցները եւ հատկապես ոստիկանությունը եւս կարևորում է անչափահասների հետ տարվող աշխատանքը, դրա մշտական եւ մշտական աշխատանքի ուշադրության կենտրոնում է այդ աշխատանքը ընդհանրապես դադար չունի։ Ունենք թիրախային խմբի կամ անչափահասներ, որոնց հետ տանում ենք առանձին աշխատանքներ, այլ են կազմում նաև այն անչափահասները, որոնք հայտնվում են զոհի կարգավիճակում, նրանց հետ աշխատանքները լրիվ այլ բնույթ են կրում, բայց այն ամենօրյա հանդիպումները, շփումները փորձում ենք բացատրելով,
հասկացնելով, այսօր այս անելով, ինչ դառը հետևանք դու կունենաս վաղը։ Բացատրական աշխատանքները իհարկե լավ են, բայց մենք ամեն օր ականատես ենք լինում եւ չենք կարող աչք փակել խնդիրների մի մեծ խմբի վրա, որոնց մեջ մտնում են օրինակ սոցիալական ցանցերում առաջացող խնդիրները, թմրանյութերի հետ կապված, սեռական ոտնձգությունների հետ կապված, խաղամոլության հետ կապված, անհանդուրժողականության հետ կապված, մի մեծ փունջ է, որը իհարկե միշտ էլ եղել է նոր ժամանակներում նոր տեխնոլոգիաներով, ավելի սրված ձևով կամ ավելի քիչ, ավելի շատ, բայց գոյություն ունի, չենք կարող շղթել։ Հիմա, եթե այդ բացատրական աշխատանքները հասկանանք, որ որպես մաս առաջին, ապա գործնականում, երբ արդեն հասկանում ենք, որ պետք է քայլեր ձեռնարկել կանխելու համար գոնե ձնագնդի մեծացումը, ինչ քայլեր կան, որոնք դուք կարծում եք, որ ոստիկանությունը նույնիսկ եթե մինչև այսօր չի արել, ապա ժամանակն է, որ արդեն անենք։ Ես հավաստիացնում եմ ձեզ, լինելով ստորաբաժանման, պատասխանատու լինելով կոնկրետ ստորաբաժանման համար եւ առհասարակ ես հավաստիացնում եմ ձեզ, որ առաջ են քաշում եւ մշակվում են բոլոր այն ռազմավարությունները, բոլոր այն մարտավարությունները, որոնք ուղղված են այս ոլորտային կոնկրետ ինչպես անենք, որպեսզի անձը չհայտնվի դժողի կարգավիճակում, անչափահասը չհայտնվի, օրինակ ձեր նշած պարագայում մենք այս առումով ենք բացատրում, որ երբեք ու երբեք չփում չհաստատվեք եւ ձեզ համար անհայտ անձանց օգտատիրոջ հետ, ինչքան էլ ձեզ շահագրգռեն, ինչքան էլ ձեզ հետ փորձեն ներգրավել զրույցում, եթե դուք չգիտեք ստեղնաշարի էկրանի այն կողմը, ով է ձեզ հետ հաղորդակցում, երբեք ու երբեք չհաղորդակցվեք եւ առհասարակ չփոխանակեք ձեր լուսանկարները, չփոխանցեք ձեր լուսանկարները եւ ցանկացած շփումը միշտ դրեք կասկածի տակ եւ չվախենաք մեծահասակների հետ, ծնողների հետ, եթե ուսուցչական կոլեկտիվի հետ, ոստիկանի հետ հաղորդակցվել, ներկայացնել, որովհետև անչափահասին դու չպետքա թողնես իր խնդրի հետ մենակ, բայց պետքա հասկանաս, շուտ գտնես այդ խնդիրը եւ օգնես, որ ինքը անչափահասի համար խնդիրը գուցե թվա անլուծելի, բայց երբ որ պրոֆեսիոնալ մոտեցում կամ իկուս ծնողի կողմից, մանկավարժի կողմից մոտեցում լինի, հաստատ այդ խնդիրը լուծելի է եւ չպետք է անչափահասը մնա իր խնդրի հետ մենակ։ Մենք պարբերաբար ենք զրույցների ժամանակ ուզում եմ փաստեմ, որ շատ հաճախ այդ վստահության շեմը հաղթահարվում է եւ անգամ դպրոցական հանդիպումների ժամանակ թե իմ գործընկերների պարագայում եղել են դեպքեր, որ հանդիպումներից հետո մեզ մոտեցել են, մեզ զանգահարել են, ծնողը, անչափահասը, անգամ եկել են աշխատավայր ու ցանկացել են 5 րոպե շփվեն ու իրենց խնդիրը ասեն ու հավատացեք, որ մենք կարողացել ենք լուծել, աջակցել եւ տվյալ իրավիճակում Յոքուտ խնդիրը լուծել անչափահասի միանշանակ։ Այնուամենայնիվ երկու խնդիր ես այս պատասխանի մեջ տեսնում եմ դեռևս որ գոյություն ունի։ Դրանցից մեկը վերաբերմունքն է, այսպես երբ նույն դպրոցի տնօրենը, նույն ծնողը, նույն երեխան համարում է սխալ ոստիկանությանը խառնելը, որովհետև եթե խառնում են ոստիկանությունը, գործը հնչեղություն է ստանում։ Եվ այստեղ կարող է դպրոցի վարկանիշը ընկնել, ըստ ծնողի ընտանիքի վարկանիշը ընկնել, տղաների դեպքում առավել եւս խնդիրները շատ են, մենք գիտենք դրսում փողոցում ասելու են միլիցա տվեց։ Շատ կարևորում եմ, որոշ ունենք առողջ, այնց կրկին ես իմ ստորաբաժանման, իմ կողմից սպասարկվող, իմ բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքի կրթական հաստատությունների մասով փաստում եմ, որ ունենք դպրոցներ, որոնց տնօրենների, փոխտնօրենների հետ ունենք առողջ եւ նաեւ սոցաշխատողների հետ ունենք առողջ համագործակցություն եւ այդ առողջ համագործակցություն տվել է իր ցանկալի արդյունքը, երբ որ մենք կարողացել ենք շուտ վաղ փուլում հայտնաբերենք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անչափահասներին եւ արդեն մեր վերադասների, մեր համայնքային ոստիկանության մասնագիտացված բաժնի հետ ընտրենք անչափահասին տվյալ իրադրությունից
հանելու, ճիշտ ուղու վրա դնելու։ Եղել են դեպքեր, ճիշտ օրինակ անչափահասին հանել ենք ընտանիքից։ Ուղղորդել ենք մասնագիտացված կացարաններում աջակցման կենտրոններ, հապաստարաններ։ Ամեն դեպք յուրաքանչյուր դեպք ինքնին յուրահատուկ է, մեկ մյուսին նման չի, եւ ցանկացած ուզում եմ հենց այդ դպրոցների դերը կարեւորելով, որ ունենք դպրոցներ, որոնք չեն վախենում, տնօրեններ, որոնք չեն վախենում իրանց դպրոցում նկատված խնդիրը բարձրաձայնել եւ իրենք ավելի մոտ են անչափահասին եւ իրանց ամենօրյա ուշադրության կենտրոնում է եւ անչափահասի վարքի, տրամադրության, դպրոց հաճախելու, ինչպես է նա հաճախում, նրա թափթփվածությունը կարա ազդակ լինի, որ այդ ընտանիքում ինչ որ մի բան այն չի եւ երեխան չի կենտրոնանում։ Եվ այն ժամանակ, երբ որ տնօրենը կողմնակից լինելով առողջ համագործակցության մեզ ազդակը տվել է, եթե մենք այդ պահին չենք նկատել, ենթադրենք, մենք ունեցել ենք ցանկալի եւ շատ լավ արդյունք։ Ու այստեղ կարևոր է, որ երբեք ու շատ ինձ թվում է խրախուսելի է, որ հենց դպրոցի տնօրենը ինքն է բարձրաձայնում եւ այն չգիտեմ կարծրատիպը, որ մենք ոչինչ չասենք եւ թող մեր դպրոցի անունը չընկնի։ Եվ ճիշտ հակառակն է, եթե ինչ որ խնդիրը մեծանա, դրա հետևանքը շատ ավելի դպրոցի հեղինակության շատ ավելի կարա վնաս պատճառի։ Այո, քան եթե ասեի նախապես եւ երկրորդ խնդիրը, որ ես ինձ համար առանձնացրեցի, դա այն գործիքակազմն է, որ այսօր անչափահասները ունեն հանցագործություններ անելու համար։ Գործիքակազմ ասելով իհարկե ես նկատի ունեմ գadgetներ, գումար, նյութեր, որոնք իրար դեմ կարող են կիրառել, որոնք իրեն կարող են կիրառել, ես չեմ ուզում բարձրաձայնել շատ ամեն ինչը բաց տեքստով, որովհետև չեմ ուզում դա գովազդի նման հնչի, բայց այնուամենայնիվ դեռ կա։ Հիմա ինչ անենք, որ բացի այդ ուղիչ աշխատանքները, բացի այդ զրույցները եւ այլն, նաեւ այդ գործիքակազմի օգտվելու սահմանափակումներ ունենան երեխաները։ Հենց այդ ձեր մտահոգությունը փարատելու համար ասեմ, այդ սահմանափակումները ներկայումս մշակման փուլում է գտնվում նախագիծ եւ անգամ շրջանառության մեջ դրվեց իրավասու ծառայողների շրջանում, որոնք պետք է անեին առաջարկություններ եւ սահմանվում է ցանկ, որոնք անչափահասը իրավունք չի ունենա տանել դպրոց կամ եթե ասենք տանում է դպրոց կլինի համապատասխան պահարան, որտեղ ներկանալով դպրոց կպահի իր մոտ գտնվող դպրոցում շրջանառությունը արգելված առարկան տվյալ պահարանում։ Օրինակ դրանք որ առարկաներ են, որ իրերն են։ Քանի որ դեռևս ցանկը հաստատված չէ, ընդհանրապես նախագծեր առաջարկություններն են արված, ես ինչ էլ ասեմ, կասեմ ենթադրության, քանի ենթադրության մակարդակում իմ կարծիքը ես գուցե ասեմ եւ այն ինչը որ իմ կողմից է առաջարկվել, օրինակ դասապրոցեսի ամբողջ ընթացքում հեռախոսի եւ դրա բաղկացուցիչ մասերի օրինակ ես մտածում եմ, որ նաեւ կարա անչափահասների մեջ տարբերություն դնելու հետ կապված լինի նաև գումարը, այսինքն մյուսի մոտ մի քիչ շատ լինի, այսինքն սահմանվի որոշակի գումարի չափ, այսինքն տրանսպորտային միջոցի վճարման կամ դպրոցում սնունդ ձեռքբերման համար որոշակի գումարային չափ, եւ այդ գումարից բայց ոչ թե իրար պարտքով տալու, հետո իրարից վերցնելու խնդիրներ ունենալու համար, հա։ Տարբերակումն էլ, որ գումարային անչափահասների միջև տարբերություն չլինի, քանի որ նախագիծը կրկին ասում եմ քննարկման փուլում է, հաստատված չէ, շպարի պարագաները իմ կարծիքով աղջիկների մասով, որ ըստ ինձ առաջարկում նաև ներառել ենք այդ հանգամանքը, գազավորված ըմպելիքները եւ առհասարակ ոչ միայն դպրոցում եւ առհասարակ նաև կենցաղուց պետք է արդեն դպրոցից դուրս ծնողի վերահսկողության տիրույթում պետքա լինի, որպեսզի չօգտագործվի նման կամ էներգետիկ ըմպելիքները։
Իհարկե հրաշալի կլինի որ ներկայումս վերջին ժամանակների ոստիկանության համայնքային ոստիկանության կողմից ուղարկվել էր մեր առաջարկությունները եւս անել, որպեսզի այդ ցանկին իլերումը լինի, քանի որ դեռևս հաստատված չէ, ես կոնկրետ թե որ առարկաները կընդգրկվեն, որոնք չեն ընդգրկվի, այս բան չեմ կարող ասել եւ սակայն մոտ ժամանակներից մենք դա կունենանք արդեն հաստատված ձևով։ Անշուշտ պետք են որոշակի սահմաններ, որոնք երեխաները իմանան, որ պետք չէ անցնել։ Իհարկե այդ սահմանները նախ եւ առաջ պիտի նրանց գլխում լինի, լավ կլինի որ ընտանիքները համագործակցեն եւ նաեւ ունենան որոշակի դասերակցության մեթոդներ, որ ի սկզբանե այդ խնդիրը չծագի։ Չգիտեմ թվերը ինչպիսին են, բայց այսպես սարաֆաննայ ռադիո, հա, որ ասում են դրա շնորհիվ հասած լուրերի Վանաձորը եւ հատկապես Լոռու մարզում հանցագործությունների թիվը բավականին բարձր է, հատկապես սպանությունների հարցում։ Արդյոք ճիշտ լուր է ինձ հասել թե ոչ, թվերը եթե չենք հրապարակում, ապա մի փոքր այսպես նույնիսկ վերլուծություն ինձ համար հետաքրքիր կլինի հանցագործությունների ինչպիսի պատկեր եւ հատկապես ինչ տեսակի հանցագործություններ են, որ այդ շրջանում ավելի շատ է տարածված։ Հանցագործությունների կատարումը առհասարակ դինորոշ է ցանկացած հասարակարգում եւ չեմ ուզում առանձնացնել, որ որոշակի վայրից վայր վերցրած վայրում ինչ-որ մի տեսակի հանցագործություն կան որոշակի սպეციფიկ հանցագործություններ, որոնք այս կամ այն բնակավայրերին հատուկ են, բայց այդպիսի վերլուծություն ես չունեմ, ներկայումս ամենայն դեպս, որ այս բնակավայրում Լոռում ինչ-որ մի տեսակ կա, որ այնտեղ ավելի շատ է, նման ցանկացած հասարակական։ Օրինակ ընտանեկան բռնությունը։ Ընտանեկան բռնությունը կարծես թե եթե այսպես նայում ենք, ոչ միայն տեղային իմաստով եմ ասում, ընկալում ենք որպես կարծես թե կդիտարկենք, որ աճել է, բայց ես այդպես չեմ կարծում։ Պարզապես աճելադիմելիությունը։ Նախկինում այսպիսի կարծրատիպ կար, որ նախ չասենք ամուսինս է, ենթադրենք, ծեծի է ենթարկել, ոչինչ մի անգամ էլ թող ծեծեր։ Նախ այդ ծեծն էր սովորական։ Հա, շատ սովորական էր դիտվում եւ բացի այդ ամոթ էր, որ բարձրաձայնվեր եւ երկրորդը վախը, որ եթե ոստիկանության դիմի, ոստիկանություն դուրս գալուց հետո կարող է նոր բռնությունը կրկնվի, բայց քանի որ ոստիկանությունը կիրառում է պաշտպանական միջոցներ եւ ցանկացած ընտանեկան բռնության դեպքում կիրառում է պաշտպանական միջոցներ եւ այսօր ընտանիքում բռնության ենթարկված անձը բարձրաձայնում է, դիմում է, այսինքն բարձրացել է դիմելիությունը եւ ոչ թե իմ կարծիքով եւ ոչ թե դրանց իրական պատկերն է մեծացել, այլ վստահություն, դիմելիություն եւ երբ որ դիմում ես, արդեն համարում ես պաշտպանված, լինում են դեպքեր, որ բռնարարին տանից հեռացնում ենք։ Դա էլ ուրիշ խնդիրներ են հետո սկսվում, իհարկե բոլորս գիտենք եւ պատկերացնում ենք, բայց լավ է որ գոնե կանայք սկսել են բարձրաձայնել։ Կամ տղամարդիկ, որտեղ կարող են տղամարդիկ էլ լինել ընտանեկան բռնության զոհ։ Կան աջակցման կենտրոններ, լինում են դեպքեր, երբ որ կանանց եւ իրենց երեխաներին են ընտանիքից հեռացնում եւ տեղավորում ապաստարաններում, տարբեր են իրադրությունները, իրավիճակները։ Ինձ որպես հայ քաղաքացի մի հարց է հետաքրքիր։ Ինչպես եւ երբ է հեշտացվելու այն process-ը, երբ դու որպես քաղաքացի ահազանգում ես մեկ այլ մարդու խնդրի համար եւ ինքդ չես հայտնվում խնդրի մեջ։ Կան երկրներ, որտեղ որպես անանուն զանգ ընդունվում է դա որպես հաղորդագրություն եւ գնում են գործի ետևից։ Հայաստանում, եթե դու դիմում ես, հաղորդագրություն ես տալիս, որ կողքի ընտանիքում կինը սպանում է ամուսնուն, օրինակ կամ ծեծում է կինը ամուսնուն, հիմնական հակառակը ասեմ, որ հետո չասեն, էլի։ Կան ընտանիք, երբ ահազանգում ես եւ ասում ես, որ կինը օրինակ ծեծում է ամուսնուն, եկեք փրկեք իմ հարևանին, դու ինքդ հայտնվում ես խնդրի մեջ։ Դու պիտի ներկայանաս, դու պիտի անձնագրով գնաս, դու պիտի գնաս հաղորդագրություն տաս, դու պիտի էս անես, դու պիտի էս անես, եւ դրա պատճառով շատ շատերը վախենում են բարձրաձայնել փողոցում, տանը դրսում տեսած որևէ մի դեպքի մասին։ Անկեղծ ասած, չեմ կիսում ձեր այդ մտահոգությունը ինչի համար եւ որովհետեւ շատ անգամ երրորդ անձիկ երբ որ տրամադրում են տեղեկատվություն
նրանց կրկին դաշտ բերելը, նրանց հետ կամ կրկին հեռախոսով խոսելը կամ հանդիպել խոսելը միայն նպատակ է հետապնդում ունեցած տեղեկությունը ել ավելի ճշգրտելու ամբողջական տրամադրելու համար, իսկ քաղաքացուն իր որպես բացաչ քաղաքացի իր կողմից հայտնի դարձած տեղեկությունը իրավապահ մարմիններին փոխանցելու համար անհարկի այդպիսի ընթացակարգ չկա, պարզապես գուցե հետ զանգ լինի, գուցե ճշգրտող ինչ-որ հանգամանք լինի, բայց այդպես չի լինում, համենայն դեպս ես չեմ հիշում նման բան, գուցե մարդիկ սովորաբար իրենց չդիմելը, իրենց չհազանգելը, արդարացնում են այդ կերպ, որ ինձ են ավել տանելու, բերելու, իմ ինչին է պետք, բայց ես դա ուզում եմ բացատրեմ ոչ թե այդ հանգամանքով, այլ այսպես ասած անտարբերության քողով, որ շատ ես լրահոսին ու շադիր եմ լինում, երբ որ մի տեղ ունենում ենք հնչեղ դեպք, երբ հարևաններին եմ մոտենում զանգվածային լրատվական միջոցի ներկայացուցիչը եւ հարց է ուղղում ու շատ հաճախ ինչ են ասում հարևանները, հա դե իրանց տնից մշտապես այդ ձայնը լսել եմ։ Այսինքն լսել եմ, բայց դա իմ ընտանիքում չի, դա հարևանի ընտանիքում է, ինձ վերաբերելի չի, դա իմ գործը չի, հարևանի գործն է։ Ու այդ անտարբերությունը եթե իր տանը չի, ուրեմն դա իր գործը չի եւ այդ անտարբերությունը մշտապես այդ հարևանների փոխանցած տեղեկությանը, որ ուշադիր լինեք, իրան կփաստեն, որ ինչ որ ժամանակ այդ տնից լսել են աղմուկը, բայց ընկալել եմ, որ դա իրանց չի վերաբերվում, ընտանիքա, իրանք հետո իրար հետ բարիշելու են, մենք ենք վատանում։ Այդ է ուզում ասել, դա մեդալի մի կողմն է միայն, երբ խոսում ենք անտարբերության մասին, բայց այդ խոսքի վերջում էլ ակնարկ արեցիք, որ այո, լինում է այդ խնդիրը, երբ հարթվում է ընտանիքում վիճաբանությունը, բոլոր իրար հետ լավ են եւ մեղավոր է այն հարևանը կամ այն ծանոթը, որ դրա մասին բարձրաձայնել է։ Սա իհարկե առողջ հասարակության մասին չեմ խոսում, որտեղ առողջ հասարակության մեջ պետք է շնորհակալ լինել այն մարդուն, ով որ քո խնդրի մասին բարձրաձայնել է։ Եվ շատ իրավախախտումներ, շատ անգամ դժբախտ ելքով դեպքերը չեն լինի, եթե այս խնդիրը չունենային, մենք ինքներս գիտենք չանդրադառնանք կոնկրետ դեպքերի, բայց դրանք չէին լինի կամ գուցե չշարունակվեին եւ կանխվեին հենց սկսման պահին, եթե իրազեկ անձը լինի, դա հարևան պարտադիր կամ այլ անձ, երբ որ բարձրաձայներ դրա մասին։ Այ կունենայինք շատ հաճախ ոչ ծանր ելքով դեպքեր։ Եվ վերջին հարցը այս հատվածում, որտեղ հանցագործությունների մասին իհարկե կարելի է շատ երկար խոսել, դեռ նախ հետաքրքիր ոլորտ է, ինչ խոսք, բայց ուզում եմ այս հատվածի վերջին մասում մի բան խնդրել, որ նաև մեր զրույցը մի քիչ ավելի թեթև լինի, հա։ Ինչպես կան ծանր հանցագործություններ, այդպես կան նաև պատմություններ, որոնք իրենց մեջ հումոր ունեն, կամ զանգեր ոստիկանության բաժին, որոնց մեջ հումոր կա։ Մի հատ կխնդրեմ հիշեք, էլի ինչ տենց հետաքրքիր զանգ եք ունեցել, որ այնպես հիշում եք էլի այդ զանգը։ Մի հատ ազանգից ասեմ, Զավեշտիր մեջ պարունակի, երբ որ ոստիկանության գուգարկի բաժին տարածքային բնակի չուհին 75 տարեկան եւ զանգահարել էր, երբ խնդրում էր ոստիկանության աջակցությունը, որպեսզի իր համար փնտրենք եւ գտնենք համապատասխան ամուսին։ Ոստիկանության բաժանմունքում թե առհասարակ փնտրեք եւ գտնեք ամուսին։ Եվ դե ոստիկանությունը կոմպետենտ չէ նման։ Բայց հիշում եք, չէ՞, երբեմն երբ մեկին տեսնում եք համապատասխան, ասում եք զանգենք տիկնոջը։ Անպայման կոնտակտային տվյալները տանք։ Իհարկե։ Վստահ եմ, ես ուրախ կլինեմ, եթե ոստիկանության բաժանում միշտ հենց այսեն զանգեր լինեն, նման խնդրանքներով, այլ ոչ թե այն զանգերով, որոնք որ հիմնականում լինում են։ Ես առաջարկում եմ, թերևս ամենահետաքրքիր հատվածին անցնենք եւ լսենք ձեր կյանքի պատմությունը, ոնց եք եկել հասել այն մտքին կամ ոնց եք ունեցել այդ միտքը, որ պիտի անպայման ոստիկան դառնաք։ Ես հիմա կփոխեմ մեր ափսեները, մենք կվայելենք շատ հետաքրքիր մի բան եւ կլսենք ձեր կծու թթու քաղցր աղի պատմությունը։
Հուսամ իմ հյուրը կհավանի այն, ինչ պատրաստելու եմ, որովհետև շատ անսովոր մի բան եմ իրան այսօր մատուցելու։ Լոլիկի ջրով եւ շոկոլադով կոնֆետներ։ Լոլիկի ջիրը փայտիկով ամրեցնում ենք։ Ես արդեն դառը շոկոլադը հալեցրել եմ, թաթախում ենք շոկոլադի մեջ։ Եվ տեղափոխում ենք յուղաթղթի վրա, որ սառնարան դնենք։ Հաջորդը Իդեպ ես ինքս փորձել եմ այս շոկոլադից, առաջին անգամ երբ այս համադրությունը տեսա, վաու, ոնց հնարավոր է նման բան, եւ մի քիչ կասկածելով փորձեցի, պատկերացրեք, շատ համեղ էր։ Եվ գիտեմ, որ դուք չէիք սպասում այս պահին, բայց լոլիկի ջրով շոկոլադով կոնֆետների վրա մեկ ավել բաղադրիչ, չիլի պղպեղը, ծովյալ, մի փոքր, շատ չանեք։ Հիմա դնում ենք սառնարանը մի 20 րոպե, որ սառչի։ Սառնանից մեջ չնկարեք։ Մելինե, մենք շատ յուրահատուկ մի բան ենք փորձելու։ Մենք փորձելու ենք լոլիկի ջրով, դառը շոկոլադով եւ չիլի պղպեղով կոնֆետ։ Դրա համար է ասում, ձեր պատմությունը դառը քաղցր չէ, ձեր պատմությունը կծու քաղցր աղի թթու, որտեղ վստահ եմ, որ շատ հետաքրքիր հենց այս համային համադրություններով պատմություն է եղել։ Ես առաջարկում եմ մենք վայելենք իմ ամենասիրելի Պորտո տեսակի գինին, թոնի տակառը, որը 3 տարի հնեցված է, քաղցրահամ, բավականին բարձր ալկոհոլով 17.5%, դեսերտային գինի է եւ հենց առաջին վայրկյանից մի տեսակ շատ յուրահատուկ զգացողություններ է բարգեւելու։ Հիմա կվայելեք։ Եվ խոստացեք, որ եթե կոնֆետը չհավանեք, ինձ անպայման ասեք, որտեղ շատ տարօրինակ համադրություն է։ Այ թռավ։ Յուրահատուկ համ։ Մելինե, ոնց սկսվեց այս պատմությունը։ Ինձ հետաքրքիր է, սա գիտակցված ընտրություն է եղել, այսինքն դուք ինչ որ մի կետից, երբ մասնագիտական ընտրություն պիտի անեք, այդ պահին է որոշում է եղել, թե մի պատմությունն է, որը մանկությունից է գալիս։ Այ իմ դասընկերները միշտ հիշեցնում են, ասում են, «Ատ միշտ դպրոցում ասում էիր, էլի, ասում էի, ես պիտի համազգեստ կրեմ, այսինքն այդ փաստում է, որ մենք ավելի վաղ տարիքից եմ մեզ համազգեստի նկատմամբ սերը եղել ու որոշեցի, որ պետք է դիմեմ ոստիկանության ակադեմիա։ Դա 2000-ականների սկզբներն էր, երբ կնոջ մուտքը ուժային կառույցների ոստիկանություն չէր խրախուսվում այնպես, ոնց որ հիմա։ Եվ ես փորձեցի ոստիկանության ակադեմիա դիմեցի, 4 քննություն էինք տալիս այն ժամանակ, հավաքելով բարձր բալեր, կոնկուրսից մրցույթից դուրս մնացի, այսպես ասած, որտեղ 160-150 աղջիկներ էին, ընդամենը 8 աղջիկ ուներ շանս ընդունվելու։ Այո։ 160 հոգի մրցում էր 8 տեղի համար։ Եվ միշտ ես ասում եմ, որ ես ընդունվել եմ ոստիկանության ակադեմիան 4-րդ տարի։ Իսկապես 4 տարի դիմել եք ու 4 տարի չեք ընդունվել։ Այո։ Այդ ընթացքում ընդունվել եմ բանասիրական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետ եւ ընդամենը 6 ամիս եմ գնացել դասի, ինքս հետ եմ կանգնել, որ չէ, սա իմը չի։ Ես իմ մտքում ունեմ պահած այլ երազանք։ Վանաձորում եք ապրել, ճիշտ եմ, չէ՞։ Վանաձորում ապրող հայկական ավանդույթներով ընտանիքում պիտի որ այդքան էլ հեշտ չլիներ։ Ես գիտեմ այդ պատմությունները, ես կուզենամ մարդիկ էլ լսեն, որովհետև սա նաև լավ պատմություն է, ոնց կարելի երազանքին հասնել անգամ արգելքների միջոցով։
Շատ դժվար է եղել մանավանդ հենց ես իմ աշխատանքային կարիերան սկսելուց եւ ընթացքում հանդիպել եմ կնոջը հանդիպող բոլոր խումբ դժվարություններին, առաջին հենց սկիզբներ, որ ընտանիքում եղբայրս հատկապես դեմ էր, դա ամիսներով հաղթահարվելա շատ դժվար։ Ոնց համոզեցիք։ Ինքը մտածում էր արդեն, որ չէ, այդ տարի ինչ լավ է, որ չընդունվեց, երբ միակ ուրախացողս եղբայրս էր, որ այս տարի ոստիկանության ակադեմիա չընդունվեց, օխ, ինչ լավ եղավ, սենց էլի, ինչ կես կատակ, ոչ հետո երևի արդեն իմ համառությունը հաշտվեց այդ մտքի հետ ու ինքնին արդեն ոստիկանության ակադեմիայում հետո 2000 նշանակվեցի հետաքննիչ գնացիք ակադեմիա սովորեցիք որ պահին այսպես ասած հաշտությունը եղավ այդ մտքի հետ որ չէ դե մեր աղջիկը կամ իմ քույրը այ մարդ ուզում է ոստիկան դառնալ որովհետև վստահ եմ այդ նեղացածությունը եղբայրական որ չի լսել չի ենթարկվել իր ուզածն է արել այնուամենայնիվ եղել է եւ ավելին որ պահին այդ հպարտությունը եկել իրենց կողմից ցանկացած իմ հաջողությունով լինի իմ համար մեկ առաջի մայրս դե չի քննարկվում իմ մայրը միշտ առաջինն է բայց իմ հաջողություններով իմ ձեռքբերումներով ես վստահ եմ գուցե ինքը բարձրաձայն չի ասում բայց առաջի ուրախացողը արդեն ինքն է եղբայրս է թեև ինքը շատ դժվար է եղել այդ սկզբնականը հաղթահարել ես աշխատանքի ընթացքում բախվել եմ բոլոր դժվարություններին, որոնք բնորոշ են կնոջը, առաջինը որ գինի ուժային կառույցում, այդ չգրված տրամաբանության ոչ մի կանոններին չենթարկվող այդ կարծրատիպեր կոտրելով, որից հետո արդեն եւ նաեւ արդեն երբ որ բաժանմունքի պետ էի, դեռևս բաժնի պետ չէի, այդ ընթացքում էլ հանդիպեցի բավականին դժվարության, օրինակ ղեկավարում էի բաժանմունքը եւ գիտեի, որ իմ ղեկավարած բաժանմունքի տղաները, հետաքննիչները հարց չեն այն մտքի հետ։ Իրանք շատ կարճ ժամանակում դարձան իմ լավագույն ընկերներ եւ մինչեւ օրս մենք աշխատում ենք տարբեր կառույցներում մնացել ենք շատ իմ լավագույն ընկերներից են եւ մշտապես մենք ծաղով ենք հիշում այդ 18 թվականի այդ 2018 թվականի օրերը երբ իրենց բավականին ժամանակ պահանջվեց հաշտվելու այն մտքի հետ որ իրենց անմիջական ղեկավարը կին է բայց հաղթահարվեց բայց ես դա շատ բնական եմ գիտեք ընդունում հասարակության մեջ թեկուզ բաժնի պետ նշանակվելը, ստորաբաժանման բաժնի պետ նշանակվելը, յուրաքանչյուր հասարակության մեջ կա այսպես ասած դիմադրություն։ Ցանկացած նորը, ցանկացած անսովորը, լինի դա կապ չունի դա լավ է թե վատ, մշտապես հանդիպում է հասարակության համար դիմադրությանը եւ որոշակի ժամանակ է պետք, որ մարդը հաշտվի այդ մտքի հետ։ Հիմա տեսեք ընդհանրապես արդեն դա համազգեստով կանայք ոստիկանությունում այդքան ժամանակ քիչ էին հիմա այտենց չի մենք հանդիպում ենք մեր առօրյա կյանքում թե համայնքային ոստիկանության կին ծառայողներ թե քրեական ոստիկանության կին ծառայողներ թե բարեկային կին ծառայության կին ծառայողներ թե գվարդիայի կին ծառայողներ եւ դա արդեն այն հաշտվել է հասարակությունը այսինքն այդ շրջանը անցել ենք բնավորության որ գծերի շնորհիվ կարողացաք քայլ գալ հասնել ոստիկանապետի երևի կյանքում ով իմ տարիների ընթացքում ասենք ով ինչ որ դրվագում իմ հետ առնչվել է իրենք էլ եւս կփաստեն որ ես շատ սկզբունքային եմ Եթե թեկուզ եմ, որ եթե ես որոշել էի ոստիկանության ակադեմիա պետք է հաղթահարեմ եւ լինեմ ուսանող, ես դա անելու եմ։ Հենց այդ առաջի հերթին այդ սկզբունքայինությունը, որ բոլորը կփաստեն, որ ովքեր կյանքի որևէ դրվագում իմ հետ առնչվել են, ես ունեմ սկզբունքայինություն,
այն որ ես որոշել եմ, դա պետքա լինի։ Պատասխանատվության զգացումը դա այդ միշտ այդ լարված լինես, որ այն ինչ ստանձնել ես, այն քո անմիջական ղեկավարները վստահել են քեզ, երբեք ու երբեք այնպես չլինի, որ իրենք կասկածեն կամ զղջան իրենց որոշման մեջ։ Այսինքն այդ պատասխանատվության զգացումը եւ կարգապահությունը, որ կարգապահություն աշխատանքում ինքդ քո հանդեպ, աշխատանքի հանդեպ, գործընկերների հանդեպ, ռեժիմի, աշխատանքային ռեժիմի, գործընթացների հանդեպ կարգապահությունը։ Երևի այսքանը կառանձնացնեմ, որոնք եղել են ելակետային բնավորության գծերից այսպես, որոնք հանգեցնել են արդյունքի, եթե դիտարկենք այդպես։ Հիմա երբ անցել եք արդեն այս ամեն ինչի միջով եւ անցնում եք, համակարգը գիտեք ներսից, այսպես առերեսվում եք անընդհատ ամեն վարքյան, համակարգի խնդիրների հետ, ներքին խնդիրների հետ, աշխարհի հետ խնդիրների հետ եւ այլն եւ այլն։ Եթե հետ նայեք ու այն աղջիկը, որ 4 անգամ դիմում էր, որ ընդունվեր ակադեմիա ու չէր ընդունվում, կասեիք իրեն ընդունվի, միևնույն է գնա այդ ճանապարհը։ Թե կասեիք գործ չունես, լավ, այնքան բան եմ տեսել, ես քեզ ասում եմ։ Բոլոր չարչարանքներս եղել են արդարացված։ Ես կյանքի ծառայական գործունեության ընթացքում բոլոր փուլերում գրեթե հանդիպել եմ, ինչպես նշեցի, թե դիմադրության ընկալելու առումով համազգեստով կին կամ որոշակի ստորաբաժանման ղեկավար կին, այդ դիմադրությանը, թե ընթացս ունեցել եմ դժվարություններ եւ հաղթահարել եմ, շնորհիվ հաղթահարել եմ եւ երբ որ ինձ հավատացել են, թե իմ անմիջական ղեկավարները, թե իմ ղեկավարները հավատացել են երևի իմ ուժին, իմ ներուժին են հավատացել եւ չեմ փոշմանել եւ ոչ մի վարքյան եւ իմ հաղթահարելը կախված ա եղել, որ ես ունեցել եմ աջակցող հոգատար ղեկավարներ, ովքեր իմ ծառայության դժվարին իրավիճակում մշտապես իրենց աջակցությունը ես զգացել եմ եւ այն կես բառից, որ ինչ որ խնդրի ինձ հասկացել են լիովին։ Շնորհակալություն։ Ես իրականում ավելի բաց զրույց էի ակնկալում։ Հիմա անկեղծ պիտի ասեմ, ինչու եմ ասում ավելի բաց, որովհետև միշտ այդպես է, երբ հանդիպում ես մի կառույցի ներկայացուցիչի, որը տարիների փորձ ունի եւ շատ հետաքրքիր է, ուզում ես հնարավորինս շատ ինֆորմացիա ստանալ, սա այսպես հաղորդավարական իհարկե գիծ է, բայց ես անչափ գնահատում եմ ձեր կշռադատված եւ մտածված ամեն մի խոսքը եւ հասկանում եմ, որ ամբողջ հարցազրույցի ընթացքում դուք շատ խնամքով եւ շատ ուշադիր ընտրում էիք բառերը եւ մտքերը, որոնք չեն վնասի ոչ հասարակությանը, ոչ համակարգին։ Այս ձեր հոգատար վերաբերմունքը իրականում շատ ավելի գնահատելի դարձավ ինձ համար, քան որ ես ակնկալում եմ, որ այսպես կարող է հեսա մի այնպիսի սկանդալային օրինակ եմ ասում պատմություն լիներ, որի շուրջ պիտի բոլորս խոսեինք։ Ու ես ուզում եմ այդ հոգատարության համար ձեր շնորհակալություն ասել, հավատալով, որ ցանկացած իրավիճակում, երբ մարդ առնչվում է ոստիկանական համակարգի հետ, հենց նման հոգատար վերաբերմունքով էլ եւ օրենքի սահմաններում էլ պիտի իր տրված հարցի լուծումը ստանա։ Ես վստահեցնում եմ, որ հենց այդպես է կա, ոստիկանությունը ցանկացած օրվա ժամի եւ օրվա ընթացքում միշտ քաղաքացու կողքին է նույնչափ հոգատարությամբ, ուշադրությամբ եւ պատրաստ լուծելու ցանկացած խնդիր, որոնք վերաբերելի են ոստիկանությանը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Շատ շնորհակալություն ձեր զբաղված գրաֆիկի մեջ այս մի քանի ժամը ինձ տալու համար։ Դե մենք կհանդիպենք ինձ թվում է Լորիում, բնության գրկում։ Իհարկե, միանշանակ։ Մնացած կադրից դուրս։